Ժորժան, ոնց վերնագրից կռահեցիք, այսօր թռնում ենք Mazda-ից Parvis-ին ու կախվում դворնիկների ունքերից։ Ժորժան, ուրեմն նախ այն բոլոր էժան ավտո ծախողները, որ ասում են էժան Mazda, EZ60 եկեք առեք, 24000-ով, 23500-ով։ Իմ մոտ այդ ավտոն 22.5 է, Ժորժան, այդ է էժանը։ Բազային կոմպլեկտացիայի գինը, որի մենք մասին հիմա կխոսանք, քլնգոցի կլինի, փաստերով, Air-ի մասին ենք խոսում, կոնկրետ Air-ի, ամենաէժան, որ սա ասում են 23500 կամ 24000, իմ մոտ 22500-ը համեցեք։ Բայց բոցը այնա, որ ես ոչ մի տիպի ձեզ խորհուրդ չեմ տալիս այդ ավտոն առնեք, դաժե որ 22.5-ը, ոչ մի տիպի, որտեվ այդ ավտոն, ասենք, հարթու կա ակերի վրա, Ժորժան, հետամնաց հունցիների պես 90-ականից թևակողած մեքենա է, հասկանում եք, հեսա փաստերով ապացուցում։ Ու այսինքն նախնական քննգոցին է, այս այդ ավտոմոբիլը գնին ձեռը, մի հատ full review անեմ, այդ ժամանակ full ձեզ կասեմ, ասենք, իր եղած շեղածը, բայց հիմա նախնականով տեղեկացնում եմ ձեզ, հանգարց Mazda Air EZ60 հիբրիդ։ Չառնեք, Ժորժան, հանգարց չառնեք։ Ես այդ ավտոն չեմ վաճառում։ Հա, 22.5 գինը, բայց ես չեմ վաճառում, որտեվ ես առաջի հերթին ձեր շահերի պաշտպանն եմ, ձեր բյուջեի պաշտպանում, ու ամենավերջի հերթին ավտովաճառող եմ։ Ու բոլոր մնացած վաճառողիներն եմ հորդորում, վաճառողուհիներին, որ ասում են եկեք առեք։ Սենց սիրուն մակիաժով, սենց գեղեցիկ։ Հանգարց չառնեք, Ժորժան։ Իրանք չգիտեն ինչ կարգի ժեխա այդ ավտոն տեղեկատվություն է։ Ուրեմն, խիա այդ ավտոն տենց վատը ես հիմա իրան փնովում քլանգում։ Այդ բազային կոմպլեկտացիան, Ժորժան, այդ Air կոչեցյալը։ Մոռացեք դրա մասին, հանգարց չառնեք, դա ուղղակի տենց փողերը ջուն է գցում այդ ավտոն առնելով, որտեղ այդ ավտոն вообще ոչ մի բան չունի։ Պրոստը սիրուն արտաքին, ասենք, բայց պարունակությունը 0 է։ Հունցի պես, այդ ավտոն գոնե, ասենք, էժան էր, էլի, ներել էր ինչ որտեղ։ Այս Mazda-ին вообще ներելի չի, որտեղ $22500 փող են ուզում, նույն մոտ այդքան, ուրիշ մոտ ավել։ Ու չեն տալիս ոչ մի բան, вообще ոչ մի բան, հասկանում եք, ընդհանրապես 4 դինամիկ։ Եվ երբ որ ֆուլի մեջ 23 հատ է։ Ասենք Mazda-ն ձեզ կոնկրետ էշի տա դեմ, Ժորժան, այս Air կոմպլեկտացիայով։ Ասենք Mazda ջան, ասենք լավ չեք դուք։ Ասենք ո՞նց կարա ֆուլը 23 դինամիկ լինի, իսկ բազայինը 4։ Ասենք ամենաճկլած ավտոյի մեջ գոնե 8 հատ կա կամ 6 հատ, լավ ասենք, էլի, բայց 4-ը ո՞րը սա։ Հունցի մեջ է 4 հատ։ Ժորժան։ Մի խոսքով 4 դինամիկ, լավ, դա հələ անցանք, դա տենց ինչ էքսիմալ չի։ Էքսիմը սկսում է հիմա, երբ որ դուք իմանում եք այն փաստը, որ հիմա ձեզ ասում եմ, որ այնտեղ չկա ոչ ադապտիվ կրուիզ կոնտրոլ, ոչ գծերում մնալու համակարգ, ոչ ճանապարհի նշանները ճանաչելու համակարգ, ոչ անվտանգության համակարգեր, էքսիմալ ալքերակում։ Մի խոսքով ոչ մի բան հասկանում եք, ասենք, էշի տեղ են ձեզ դրել, Mazda-ն ձեզ դրում է էշի տեղ, Air կոմպլեկտացիայով, Air Plus-ը ոչինչ է։ Խորհուրդ տալիս եմ արդեն, բայց էլի ես իմիշի, բայց կարա կառնեք, հա։ Air-ը հանկարծ չառնենք, որովհետև այդ ամեն ինչը դուք չունեք, այսինքն ինքը տուպը բատարեյկով մեքենա է, սիրուն անունով, Mazda-ի սիրուն շիլդիկով, բայց ասենք ինքը հունցից տարբերվում նրանով, որ ընդհանրապես բան է, այսինքն չի տարբերվում, հա, չի տարբերվում, հա, տարբերվում նրանով, որ հետևի քարշակա, հզոր է ու սիրուն է, բայց մնացած առումներով ինքը հունցի է։ Հա, մեկ է տարբերվում նրանով, որ ասենք 6 հատ կամերա ունի, հա, այդ է տարբերությունը, դե հունցի մի հատ է, ինչպես գիտեք։ Ստե հա լավ, 5 հատ է։ Okay, հա, լավ։ Մերսի դες, Mazda ջան։ Լավ եք։ Բայց մնացած առումներով ոնց հիմա դուք փաստերով տեսնում եք, Ժորժան, այս ավտոն, ասենք 2025-ի հետ տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիաներ, խենք մենք էլեկտրոմոբիլ գնում ենք դա բարձր տեխնոլոգիաներ ունենալու համար։ Ավտոպիլոտ, ադապտիվ համակարգ, կրուիզ կոնտրոլ, էքսիմալ ալքերական համակարգ, մի խոսքով։ Այս ավտոն այդ ամեն ինչը չունի։ Տուպը չունի, որտեղ բազայինն է։ Mazda-ն որոշել է, որ իր բազային ավտոն, ասենք, հարթուկ պետք է լինի, այլ ոչ թե ավտո։ Դրա համար ես ձեզ խորհուրդ եմ տալիս, Ժորժան, հանգարց բազային կոմպլեկտացիան, Air կոմպլեկտացիան 22500-ով իմ մոտ հանգարց չառնեք, ես չեմ ծախելու։ Դաժե որ գաք կաշառեք ինձ, մեկա չեմ ծախելու։ Որովհետև այդ գնով, Ժորժան, 22500-ով հասկանում եք, ասենք, լիքը ուրիշ լավ գժական բոմբ ավտոներ կան, երկու անգամ Mazda-ից լավը։ Նույն մոտոր B10-ը 600 կիլոմետր գնացող։ Նու հլավ, էսի հիբրիդն է, էսի ավել է գնում, բայց հիմա ստե հարցը հիբրիդի մասին չի, ստե հարցը լավ ավտոյի մասին է։ Տեխնոլոգիապես հագեցված ավտոյի մասին է։ Ու հիբրիդ չի նշանակում լավ բան։ Հա, հեռահարությունը ավել է, բայց ինքը խնդրահարություն է, թե սպասարկումը, թե վարելիքի ծախսն է հելում թռնում էլեկտրականից մի քանի անգամ ավել։ Հիբրիդը լավ բան չի։ Դա լավ, հələ հիբրիդներին կառանձնանանք, հələ կանդրադառնանք, դա առանձին ռոլիկում առանձին լավ ռոլիկ կանեմ իրանց մասին։ Հիմա խոսում ենք Mazda-ի Air կոմպլեկտացիայի մասին, հանգարց չառնեք։ Air Plus-ը okay,
արդեն 8 դինամիկ, արդեն այդ ամեն ինչը կա, իմ թվարկած բաց թողումները, որ Air-ում չկար։ Air Plus-ն է, բայց արժեք իմ մոտ 25, օքեյ գինա, հա։ Իսկ ամենաֆուլը Ժորժան, իմ մոտ արժեք 28։ Հիբրիդի ամենաֆուլը։ Չգիտեմ ուրիշ տեղ չկա, 30 թե 30 պլյուս, իմ մոտ 28 է։ Որտեվ ես համեստ միջնորդամաճարի մեջ աշխատում, այլ ոչ թե աստղաբաշխական թիվ եմ մտնում մեջը։ Գերշահույթ։ Մի խոսքով, հետո դրանը կանդրադառնանք հետագայում, բայց եթե Mazda եք ուզում, ուրեմն կամ Air Plus-ը 25-ով կամ ամենաֆուլը, որտեղ ֆուլից միացածն էլ անիմաստ, Pro կոմպլեկտացիան էլ անիմաստ բանա, կամ ֆուլը Max-ը 28-ով, կամ Air Plus-ը 25-ով։ Իսկ էլեկտրականների ժամադեպքում ճիշտը Max առնելն է, որտեղ մենակ Max-ի մեջ է 23 դինամիկ Ժորժան։ Mazda-ն sense մի հատ ռասիստական բան է որոշել իրար իր մեքենաների նկատմամբ, ու մնացած բոլորի մեջ 8 դինամիկ է, իսկ բանի մեջ, բազային Air-ի մեջ 4 դինամիկ է։ Այսինքն լավ չեք դուք։ Մենակ ոչ Max-ն է, որ 23 դինամիկ, թույն վիճակներ, ամեն ինչ կա, բայց մեկ այդ կողային հայլիները, այդ իմացած գնի մեջ Ժորժան, կողային հայլիները դե իհարկե առանձին գումար է, R21 դիսկերը առանձին գումար է, ուրիշ գույնը, եթե սպիտակ սև ու ֆիալետովի չի հավելյալ փող է, դե վրա մեկը Mazda-ն փող աշխատում, ոսգում եք, յանի։ Կցոցի է։ Բաբաշում շոթը, որտեղ այս ավտոն մեկա տենց եսի միջ բոմբ մեքենա չի, ոնց որ սա կարծում են։ Հա, սիրուն է, բայց հաստատ համոզված եղեք դիպալը ավելի էժան, շատ ավելի լավն է, քան թե այս Mazda-ն, որտեղ այս Mazda-ն Ժորժան, դա ամենաֆուլ կոմպլեկտացիան, ոնց արդեն ռուս բլոգերները բարձել են, ցինկապատ չի։ Ու Toyota-ի պես ընդամենը 100 միկրոն է իր լակապած շերտը։ Լյուբոյ Mazda, full, ոչ full, էլեկտրական, ոչ էլեկտրական, կապ չունի։ 100 միկրոն է, դիտեք ինչ անշանակում Ժորժան, դա էքստրեմալ բարակ է, դա Toyota BZ3X-ի որակն է, այսինքն այդ ավտոն խազելը շատ հեշտ է լինելու, ընդհանուր թափ խազելը, ծառի ճյուղով, մատանիով, չգիտեմ ինչով ասես։ Ու Mazda-ն էլ ավանդական բարակ լակապած շերտ ունի, երևի Toyota-ից է բարակ, դաժե 80 չի, դաժե 100 չի, այլ 80 են չափել ռուսները։ Դա Toyota-ն գոնե 100 էր։ Ասենք 80-ից 90, դուք հասկանում եք, քիչ էքստրեմ է։ Ասենք այդ ավտոն մի տարի հետո վրան ինչ ասած խազմաս, հատկապես սև գույնը, լավ։ Մի խոսքով Ժորժան, ոնց հիմա փաստերով տեսնում եք, այդ Mazda-ն, տենց գովաբանված, որ ամեն երկրորդ քայլափոխին բոլոր սիրուն աղջիկները ասում են եկեք արեք էժան գնով Mazda-յա, կպե 25 թիվ։ Այդտենց գժական չի, ոնց հիմա դուք տեսնում եք փաստերով։ Ասենք բազային կոմպլեկտացիան լրիվ ժեխա, մոռացեք էդի հարթուկ է, հետամնաց 90-ականների ավտոյա, 25-ի հետ վատ չի կապ չունի ցայն կապը։ Մնացածները հա օքեյ, կարակ առնեք, նո վատ չի, բայց նենց չի որ բոմբա, չէ։ Չէ։ Jeep Motor C11-ն է բոմբ ավտո, իր գնի համար, այդի բոմբա։ Jeep-ալն է Restyle 300 կիլոմետր ուլտրա գնացող հիբրիդը բոմբ, իսկ այս Mazda հիբրիդները ընդհանրապես 200 կիլոմետր են գնում։ Այսինքն ամառը 150, ձմեռ 100 Ժորժան։ Դրա համար դուք որոշեք Mazda թե ուրիշ բան, բայց հանգարց Air կոմպլեկտացիան 22500-ով իմ մոտ, իսկ ուրիշ տեղ ավելի թանկ, հանգարց չառնեք կատեգորիկ։ Այդ ուղղակի ձեր փողը քամուն եք տալիս։ Որտեվ այդ ավտոն ասում դες հարթուկը ակերի վրա։ Տեխնոլոգիաներից լրիվ զուրկ, դինամիկներից լրիվ զուրկ, ավտո ռեգիստրատոր չունի, վիդեո ռեգիստրատոր չունի, մի խոսքով պրոստը ավտոյա ակերի վրա բատարեյկով։ Սիրուն Mazda-ի լոգոյով ու վերջ։ Չհանգարց չխափնվեք, չսխալվեք, կատարեք ճիշտ ընտրություն, որտեվ ես ուզում եմ, որ դուք լավ մեքենա քշեք։ Չեմ ուզում քշեք հարթուկ։ Հանգարց Air կոմպլեկտացիա չառնեք։ Ձերի էլ տան չվերթ։ Լավ, ձերի վերցրեք, ծախեք ուրիշի վրա։ Այսքանը, շնորհակալ եմ ձեզ, եթե այս բանը ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաղովիկո գները հիմա գրամ էկրանների վրա, մի հատ էլ եւս մեկ անգամ, որ դուք իմանաք, թե Mazda-ն իրականում ինչ արժի Երևանում։ Այլ ոչ թե ուռճացված այն գները, որը որ սրահները ձեզ ուզում են հրամցնեն ու դուք այդ թանկ գներով առնեք, էսա գները։ Լավ եղեք։ Դες դավուր։